Հարց հիմա ես տամ ձեզ։ Մարդը ինչքան ժամանակ կարող է քաղցած դիմանալ։ Չասեք օրեր կան։ Ինչքան ժամանակ ծարավ կդիմանա, էլի չասեք, որտեղ բոլորն էլ գիտեն, որոշակի օրերի քանակով կարող են քաղցած եւ ծարավ մնալ, բայց մեկ վայրկյան անգամ, երբ մարդու շունչը կտրվեց, նա այլևս ի վիճակի չի լինելու ապրելու։ Ուրեմն բերեք այսպես եզրահանգում կատարենք, առաջնահերթ շնչենք, շնչառական վարժություններն եք ասել։ Սովորենք ճիշտ խոսել, որովհետև մարդիկ կան, որ իդեալական մարդիկ են, գրագետ, ակտուալ ուղեղով զարգացած ամեն ինչ, բայց այդ հասարակ շնչառությունը չգիտեն անել եւ խոսելու ընթացքում եւ չորանմակոկորտները եւ վատ են զգում, քրտնում են եւ այլը, ինչու, որովհետեւ նրանք ճիշտ չեն խոսելու ընթացքում շնչում։ Երբեմն կան մարդիկ, որ 60-ից հետո սկսում են ֆիզիկական ակտիվության խմբեր գնալ եւ ասում են, որ ես 60-ից հետո 60-ում շնչել սովորեցի եւ եկեք օգտվենք այս բացառիկ առիթից, որ դուք եթերում եք, մի քանի պարզ վարժանք, եթե կարող եք իհարկե նստած ասել, գուցե շնչառական վարժություն, մի բան, որ մարդիկ կարող են անել եւ դրանով ինչ որ կերպ իրենց վիճակը կբարելավեն 65 եւ ավելի տարեկանները։ Բոլորը իրենց տներում ունեն պատ, ունեն հատակ, առաստաղել ունեն, առաստաղը մեզ պետք չի, առաստաղը մեկ նայելու համար է։ Երբ իրենք կանգնեն հենված պատին, 5 կետ պետքա կպնի պատին։ Մեծահասակների 90%-ը չի կարող դա անել։ Երիտասարդներից էլ շատ-շատերը էլի չեն կարող։ Պարզապես երբ հենված պատին ամբողջությամբ, ամբողջ մարմնով, պարզապես հիշեք 4 թիվը եւ 7 թիվը։ Շնչում եք 4 հաշիվ, ես շնչում եմ։ Պահում եմ 4 հաշիվ թթվածինը ներսում, որպեսզի ստրեսներից, վատ սննդից, վատ կյանքից առաջացած բացասական էներգետիկան լցվի այդ 4 վայրկյանում ներս մտած թթվածնի վրա եւ 7 վայրկյան հաշվով արտաշունչ, որը ես կկատարեմ հիմա ամբողջ մասով, որպեսզի ավելի մատչելի լինի։ Իհարկե շատ Գինա դա հատվածաբար 7 վայրկյան արտաշնչեն, թե մեկ ամբողջ։ Ես հիմա կկատարեմ, դուք ինչպես նաև դիտողը թող հասկանա։ Շնչում եմ, արտաշնչում եմ եւ ընդամենը 4 վայրկյան պահում եմ։ Շնչում եմ։ Եվ ինչքան երկար լինում արտաշունչը, այդքան մեծ հնարավորություն է ստեղծվում թոքերում ալվեոլների հետ կատարել այն վարժությունը, որ փոքրիկ երեխաները երբեմն անգիտակցաբար կատարում են։ Փուչիկ են փչում են, վերցնում են, այսպես պահում են, փուչիկը արագ կերպով հանգում է։ Եթե ձեր թոքերում փոքրիկ փուչիկներ կան, որոնք ալվեոլ են կոչվում, եթե դուք պարզապես դրանք մուտք անեք թթվածին, որը կգնա այնտեղ, ձեր ներսից դուրս բերելով 7 վայրկյանաչափ, դուրս բերելով բացասական էներգետիկան, երևի ես մանուկ հասակի 4 տարեկանից գրագետ եմ եղել։ Իմ մեծ քույրերի դասագրքերը պահում էի, որպեսզի իրանք անգիրը ճիշտ ասեն։ Եվ հասարակ բան է, բայց այդ նույնպես հիշեցնեմ։ Երբ խորը շունչ ես կատարում, ես շատ սիրում էի, երբ արդեն հեռուստացույց գոյություն ուներ եւ այն ժամանակ արգելված բաներ էին մարտաֆիլմերի ցուցադրումները, բայց ես գողեգող նայում էի, սիրում էի մարտաֆիլմերը, հատկապես այն պահին, երբ մարդը իր էներգիան հավաքում է այսպես այդ երևույթը ինձ այդ փոքր տարիքից անգամ հուշեց, որ կա մի բան, որ մարդիկ չեն հասկանում, որ հարկավոր է խորը շնչել եւ արտաշնչել։ Ինչու երբ մարդը զայրանում է, կապիկները նույնպես, չէ, երբեմն այսպես կծկվում է, մի հատ հավաքվում են ու
սկսում են հարվածել իրենց կրծքին, ինչու որ դուրս թռնի այդ զայրույթը, այդ կատաղությունը եւ իրանք արդեն ավելի լավ կողնորոշվեն։ Հիշեք մի փոքրիկ երևույթ, այսպես։ Բացատրեմ, եթե կարելի է, ես ցույց եմ տալիս իմ ձեռքով։ Մարդ Արարածը ավտոմեքենայի կրկնօրինակը իրանից են վերցրել։ Մենք ունենք վերջույթներ, մեքենան ունի թափանիվներ։ Մենք ունենք մատոր, սիրտ։ Մենք ունենք բենզինի լցակայան։ Մենք այդ բոլորը ունեցել ենք մեր ծնվելուց անմիջապես առաջ եւ հետո։ Երբ երեխան թթվածնային քաղցով է ծնվում, ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում այն մայրերին, ովքեր հիմա կասեն, ախ իմ երեխան, այդ երեխաները թթվածնային քաղցով ծնված ի վիճակի են լինում որոշակի աշխատանքների շնորհիվ դասվել նորմալ մարդկանց շարքը։ Առողջանալ եկեք ասենք։ Կենթանի փորձը ունեմ։ Տիկին Այդա, մի բան կիսատ մնաց ձեր մտքից, որ դուք ասում եք մարդը ցանկացած տարիքում, եթե կանոնի պատ կարող է կանգնել, քանի որ կետերը պետք է կպնեին, պատին կարողանային։ Կրունկի հատվածը, ձկնամկանի հատվածը, որն է ձկնամկանը։ Ձկնամկանը սրունքի մոտ գտնվող մեծ մկանը։ Մեծ մկանը սրունքի։ Ներողություն, հետույքամասը, պարտադիր, թիակների մասը եւ գլխի այս հատվածը։ Երբ դրանք պատին չի կպնում, դուք հասկացեք, որ խնդիր ունի։ Դրա համար այդ ընթացքում պարզապես բարձրացնում եք խորը վերև ձեռքը շնչելով եւ արտաշնչելով իջեցնում եք 90 աշճան ձեռքերը, կպցնում եք պատին եւ կքանիստ եք անում պատին սեղմված ինչքան հնարավորություն ունեք։ Առաջին փորձերը կլինեն անհաջող։ Ես ձեզ չեմ խոստանում, գարանտիա կա, որ երկրորդ, երրորդ նույնպես փորձերը կլինեն դժվար։ Ես ցավում եմ, որ այս հաղորդաշարը միայն մեծահասակների համար է։ Չէ, բոլորը նայում են։ Եվ այսպես ասեմ, ես չեմ ռեկլամում մեծ առողջության կենտրոն Տիգրան մեծ պոլիկլինիկան, որը հիմա առողջության կենտրոնն է։ Ինչու? Որտեվ այնտեղ այնքան շատ աշխատանքներ ա տարվում, այնպիսի հնարավորություններ ա ձերք բերվում, այսպես նույնիսկ սեփական գումարից ես կարող եմ, ես ինքս էլ եւ իմ ղեկավարն էլ, ես նկատել եմ դա, երբեմն նախարարությունը չի կարող այդքանը հասցնել, դա արվում է սեփական ուժերով, անում ենք, որպեսզի աշխատանքը լինի որակյալ։ Պետք է նշել, որ եթե ղեկավարը լինում է գրագետ, հասկացող, նաև աշխատողը լինում է գրագետ, բնականաբար, այո, իհարկե, այդ բոլորս գիտենք։